Ես անկեղծ պետք է ասեմ, որ երբեք չեմ մտածել, որ ես պետք է լինեմ քաղաքական գործիչ։ Չի էլ կարող քաղաքական գործիչ լինել լավ քաղաքական գործիչ, եթե ինքը չի սիրում քաղաքականությունը։ Մարդու համար ոգեշնչողը պետք է լինի իր միջավայրը, իր ընտանիքը եւ ինքը մարդը։ Եթե կինը իր կյանքում որևէ բան չանի, միայն լավ դաստիարակված երեխաներ ունենա, մեծացնի, այդ արդեն շատ մեծ պատասխանատվություն է։ Ես հիմա քաղաքական դաշտում այն կանանցից մեկն եմ, ով փորձում է բարձրաձայնել ժողովրդի հարցերը, ժողովրդի ձայնի ներկայացուցիչը լինել։ Այս կյանքում այնքան հնարավորություններ կան, ուղղակի պետքա տեսնել։ Ես օգնող մարդ եմ։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած մեկին։ Հիմա ես պատկերացնում եմ, որ կարող է հնչի, բայ այս մարդուն, այն մարդուն, ցանկացած մեկը, որ այս պահին ընկնելիս կլինի, ես իմ ձեռքը պետք է տամ։ Կինը շատ ավելի ուժեղ է, երբ կանացի է։ Չկա մեր կյանքում մի իրավիճակ, որտեղ ասես վերջ, այլևս որևէ բան հնարավոր չի, պարզապես չկա, երբեք հիասթափել պետք չի, դա թիվ 1 պայմանն է։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաքելությամբ կին հաղորդումը, այսօրվա մեր հյուրը կին, ով իր ճանապարհով եւ արժեքներով ցույց է տալիս կնոջ ուժը, նրբությունն ու ինքնությունը։ Այսօրվա մեր հյուրը ազգային ժողովի падգամավոր Գեղեցկուհի Աննա Գրիգորյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը։ Մեծ սիրով, շնորհակալ եմ նաեւ գեղեցիկ նման գեղեցիկ ներկայացման համար։ Դե առաջին հարցը ձեզ տամ, որտեղ եք դուք գտնում ձեր ներքին ուժը՝ լռության, գործի, թե հարաբերությունների մեջ։ Իրականում կինը պետք է իր ուժը գտնի իր ներսում, իր սկզբունքների մեջ, իր կատարած գործունեության մեջ, իր ընտանիքում, այսինքն ամենուր պետք է փորձի գտնել այդ ուժը։ Եվ ես կարող եմ ասել, որ բացառիկ երջանիկ մարդ եմ այդ առումով, որովհետև այդ ուժը գտնում եմ եւ իմ գործի մեջ, եւ իմ ընտանիքի մեջ, եւ փորձում եմ ներդաշնակեցնել եւ իմ գործունեությունը եւ իմ ընտանիքը։ Իհարկե կնոջ համար շատ կարեւոր է, որ իր կողքին լինի մարդ, ում վրա կարելի է հենվել։ Եվ կնոջ ուժը ինչքան էլ կինը ուժեղ լինի, ինչքան էլ շատ ուժեղ մարդու տպավորություն ստեղծվի կողքից, միևնույնն է կնոջ համար շատ կարևոր է իր կողքին ունենալ ուժեղ տղամարդ։ Ի՞նչն է ձեզ օգնում պահպանել ինքնատիրապետումը դժվար պահերին։ Ես կարծում եմ դուք նկատած կլինեք, որ նաև հրապարակային հանրային դաշտում լինում են իրավիճակներ, երբ կողքից միգուցե տպավորություն պետքա լինի, որ ուր որ այ կպայթեմ, ուր որ այ ավելորդ բառեր կասեմ, ավելորդ էմոցիաներ ցույց կտամ, բայց սովորաբար փորձում եմ ինքս ինձ հնարավորինս զսպել, որովհետև զուսպ մարդը միշտ հաղթող է դուրս գալիս։ Ցանկացած իրավիճակում, նայեք թե մարդը զսպված մարդը եւ ավելի պորտկուն մարդը եւ այդ հարաբերակցության մեջ տեսեք ով է հաղթողը, վստահաբար զսպված մարդը միշտ ավելի հաղթող է լինում։ Ես ինքս ինձ համար փորձում եմ մի քանի վայրկյան ուղղակի հաշվել։ Այդ հաշվելու ընթացքում մի փոքր շունչ եմ քաշում, դեպի ներս եմ նայում, կողքից իրավիճակը փորձում եմ գնահատել եւ ասել այնինչ մտածում եմ, բայց առանց էմոցիայի։ Իսկապես շատ օգնում է սառը դատել, միշտ չի որ ստացվում է։ Երևի ժամանակի ընթացքում սովորում ես, որ պետք է միանշանակ ցանկացած իրավիճակում սառը դատել եւ մի հատ խորը շունչ քաշել, արտաշնչել եւ նոր արձագանքել, բայց առանց էմոցիաների։ Երբ հոգնում եք, ինչպես եք վերականգնվում ֆիզիկապես եւ հոգեպես, ինչն է ձեզ օգնում։ Նախ իմ հիմնական վերականգնվող էներգիան ես ձեռք եմ բերում ընտանիքում։ Իմ ընտանիքում ավելի մեծ ընտանիքում, ծնողներիս հետ, իմ հայրական տուն գնալով, իմ երեխայի, իմ տղայի հետ շփվելով, ամուսնուս հետ շփվելով, այսինքն իմ հիմնական էներգիայի աղբյուրը, երբ գործի ժամանակ ահավոր հոգնած եմ լինում, ես գիտեմ, որ ես գնալու եմ տուն եւ իմ տանը ես վեր գտնելու եմ իմ էներգիան։ Լիցքավորվելու եմ, որ հետո նորից գնամ իմ ամենօրյա գործունեությունը ծավալելու։ Բայց առհասարակ նաեւ ես արևից եմ շատ մեծ էներգիա ստանում։ Մարդիկ կան, չէ՞, այդպես տարածված բան կա, որ մարդկա արևի, եթե արևոտ է այդ օրը, ինքը բնականորեն ավելի լիցքավորված է դրական էներգիայով։ Ես էլ այդ մարդկանց թվին եմ դասում ինձ։ Եթե օրը լուսավոր է, արև կա, ես միանշանակ բարձր տրամադրությամբ, ավելի մոտիվացված, իմ էներգիայի աղբյուրը նաև արևն է։ Այսինքն ընտանիք, արև եւ եթե օրինակ ամռանը հանգստի հնարավորությունը անձեռնում եւ սովորաբար քննարկվում է գնալ ինչ որտեղ ման գալ թե ուղակի ծով, իմ հանգստությունը ես իհարկե գտնում եմ ծովում, արևի լույսի ներքո։ Իսկ ո՞րն է ձեր հաջողության գրավականը։
Ես կարծում եմ ցանկացած մարդու համար հաջողության հասնելու մի գրավական կա, լսել սեփական եսը, անընդհատ ներս նայել, հասկանալ քո եսը, քո խորքում ինչ ա ուզում, որտեղ ա ուզում գնալ։ Արդյոք դու ներդաշնակ ես այն ամեն ինչի հետ, ինչ որ դու անում ես։ Եվ եթե դու ներդաշնակ ես քո գործունեության հետ, դու միանշանակ հաջողության ես հասնել։ Դու պետք է սիրես այն, ինչով զբաղվում ես։ Ես աշխարհի երեսին չգիտեմ լավ տնտեսագետ, ով չի սիրում տնտեսությունը։ Ես չգիտեմ լավ բանաստեղծ, ով չի սիրում գրականությունը։ Եվ չի էլ կարող քաղաքական գործիչ չլինել լավ քաղաքական գործիչ, եթե ինքը չի սիրում քաղաքականությունը։ Հետևաբար հաջողության հասնելու համար դու պետք է հասկանաս, թե որն է քոնը, քո ոլորտը, քո էությունից բխող էներգիան տրամադրես այն ոլորտին, որտեղ որ աշխատում ես, եւ հաջողությունը միանշանակ երաշխավորված է։ Ի՞նչն է ձեզ համար իսկական կանացիությունը, ուժ, նրբություն, թե հավասարակշռություն դրանց միջև։ Ես կարծում եմ հավասարակշռություն ուժի եւ նրբության միջև։ Նենց հետաքրքիր նախադասություն ասցիք, որովհետեւ վերջերս իմ ընկերներից մեկը հենց այդ երկու բառերով էր ինձ բնորոշում՝ ուժ եւ նրբություն, եւ ես կարծում եմ իրանց հարմոնիայի մեջ կարա գտնվի կնոջ իրական ուժը, որովհետեւ շատ նուրբ կինը հատկապես մեր ոլորտում բավականին բարդ կլինի նրա համար, պատկերացրեք շատ նուրբ եւ փխրուն մարդ եւ գալիս է մի դաշտ, որտեղ կանոններ չկան, բոլորը բոլորին հարվածում են, կիսա քաոս վիճակ, եւ այդ իրավիճակում դու չես կարող ուղղակի նրբությամբ, կանացի նրբությամբ այդտեղ դրսեւորվես, այդտեղ նաեւ ուժ պետք է լինի, բայց այնպիսի ուժ չպետք է լինի, որ կնոջից դարձնի այլ որակի մարդ, հա, ես կարծում եմ, որ կինը շատ ավելի ուժեղ է, երբ կանացի է։ Կանացի, բայց ուժեղ։ Եվ այդ երկուսի համադրությունը կարծում եմ յուրահատուկ ուժ է տալիս։ Երբ փոքր էիք, ինչ էիք երազում դառնալ եւ որ կերպարն է մանկությունից, որ այսօրվա օրով ձեզ դարձրել այն Աննան, որը դուք այսօր եք։ Ես անկեղծ ասած երկար եմ մտածել այդ հարցի շուրջ, արդյոք կային այդպիսի կերպարներ, որոնք ինձ շատ ոգեշնչում էին, եւ պետք է ասեմ, որ այդ բոլոր կերպարները այս կամ այն ձևով կապված էին զինվորականության հետ, բանակի հետ, զարմացակ չէ, որովհետև մի քիչ դժվար է ինձ տեսնելով կարծել, որ ես տարված եմ եղել, հա, զինվորական գործով։ Ես հիմա մի հատ գաղտնիք ասեմ, որ փոքր էի ավելի շատ մտածում եմ, որ ինքս պետքա սպա դառնամ եւ զինված ուժերում կամ այլ ուժային կառույցներում աշխատել։ Իմ ցանկությունն այդպեսին է եղել եւ շատ փոքր եմ եղել։ Հետո տարիների ընթացքում էլ այդ ցանկությունը կար եւ ես ավելի շատ ոգեշնչվում էի այն մարդկանցով, ովքեր ռազմական ուղի էին անցել։ Հետո տարիներն իհարկե իրենց որոշակի շտկումները բերեցին եւ ես հիմա այնտեղ եմ, որտեղ կամ, բայց առհասարակ մարդու համար ոգեշնչողը պետք է լինի իր միջավայրը, իր ընտանիքը եւ ինքը մարդը։ Ես անդադ այսօրվա մեր զրույցի ժամանակ ես հասկանում եմ, որ միգուցե կրկնվում եմ, բայց ցանկացած դեպքում մարդ պետք է իր անդադ ներս նայի։ Ինքը ինչպիսին է ինքն այդ միջավայրում, որտեղ ինքը գտնվում է, դրանից եզրակացություններ կատարի։ Իրան դուր է գալիս այդ միջավայրը, թե դուր չի գալիս։ Եթե այդ միջավայրը տեսնում է, որ դուր է գալիս, այո, ուրեմն ինքը ճիշտ ճանապարհին է եւ պետք է առաջ գնա։ Եթե դուր չի գալիս, նշանակում է պետք է փոխել։ Եվ հետեւաբար դու կարող ես ունենալ քո համար գումիրներ մարդկանց, ովքեր քեզ շատ կոգեշնչեն, բայց դու պետք է նայես քո միջավայրին, քո եսին, շատ ներդաշնակ լինես քո եսի հետ, շատ հավատարիմ լինես քո սկզբունքներին եւ քո ներքին ձայնին։ Այդ ժամանակ քո ներքին ձայնին լսելով, քո քայլերն իրականացնելով հնարավոր է հասնես այնտեղ, ինչի մասին միշտ երազել ես։ Ամեն ինչի հիմքում ընկած է սերը, իսկ ձեզանից միանգամից զգացվում է սերը առ ձեր աշխատանք, միանգամից այդ մի քանի հարց պատասխանելով, դա ինձ թվում է գալիս է նրանից, որ դուք շատ եք սիրում ձեր երկիրը։ Ես ինքս իմ տեսակով խաղաղ մարդ եմ։ Իրական խաղաղ եմ, որտեղ լինեմ, այդտեղ պետք է ոնց որ խաղաղության աուրա։ Ես ոնց որ այդպեսին այդտենց եմ սիրում որ լինի։ Ցավոք սրտի ազգային ժողովում դա մի քիչ դժվար է անել, եկեք ընդունենք։ Բայց իմ տեսակի մեջ ավելի շատ այդ խաղաղությունն է, որը խաղաղության մեջ էլ սերն է, իհարկե սերն է մտնում։ Կնոջ համար ի՞նչն է ավելի մեծ երջանկություն։ Ապրել ուժեղ լինելու մշտական անհրաժեշտությամբ, թե ունենալ մի տղամարդ, ում կողքին ավելի թույլ, զգայուն, նրբիկ։ Իսկ ինչ ես կարծում, այդ երկուսը իրար բացառող են, թե լրացնող են։ Լրացնում են, ինձ թվում է։ Լրացնում են, չէ, որովհետև կինը չի կարող ապրել միայն նրա համար, որ ինքը բոլորի համար ինքը երևա որ շատ ուժեղ է։
Հետո ինքը իսկապես պետք է ընտանիքի հետ կապված, ամուսնու հետ կապված, գողակցի հետ կապված այդ այսինքն կինը չի կարող ուղղակի ապրել միայն նրա համար, որ ինքը ուժեղ պետք է երևա բոլորի աչքին։ Չէ, կինը ուժեղ է, որտեղ ինքը ուժեղ է։ Իմիջիայլոց հիմա տարածված բան կար, չէ, ժամանակին կանանց ասում էին թույլ սեռ եւ տղամարդկանց ուժեղ սեռ։ Ես կարծում եմ հիմա անկալումները շատ փոխված են եւ կանայք ի սկզբանե բնե դիտարկվում են որպես ուժեղ մարդիկ։ Այն փորձությունները, այն ճանապարհը, որ կանայք են անցնում ու կապ չունի իրանք կարիերային մեծ աճեր ունեն, թե չունեն, կապ չունի իրանք որտեղ են։ Այն պատասխանատվությունը, որ իրանք վերցնում են իրենց ընտանիքների համար, իրենց երեխաների համար, կանայք այդքանով ուժեղ են։ Եթե կինը իր կյանքում որևէ բան չանի, միայն լավ դաստիարակված երեխաներ ունենա, մեծացնի, այդ արդեն շատ մեծ պատասխանատվություն է, շատ մեծ գործ է եւ ինչքան ուժեղ պետք է լինի կինը, որ բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ կարողանա խաղաղ ընտանիք ապահովի, այսինքն իր ընտանիքի ներսում համերաշխություն եւ խաղաղություն ապահովի, իր երեխաներին դաստիարակված մեծացնի, հոգ տանի իր ընտանիքի անդամների մասին։ Դա շատ ուժեղ կնոջ մասին է խոսքը։ Բայց նաեւ ուժեղ տղամարդու, չէ՞։ Հա, որտեվ նմանատիպ ուժեղ կնոջ կողքին չի կարող լինել թույլ տղամարդ։ Միանշանակ հնարավոր չէ։ Օրինակ ես ինձ հուսամ շատ անհամես չի հնչի, ես ուժեղ կին ինձ համարում եմ, բայց նաև իմ կողքը չի կարող թույլ տղամարդ լինել ու իմ ամուսինը դառնում շատ ուժեղ տղամարդ է, որովհետև ոչ մեկ չէր կարող առերեսվել իմ գործունեությանը եւ դրանից բխող հետևանքներին եւ համերաշխ լինել դրա հետ։ Միայն ուժեղ տղամարդը իմ կողքը կարող էր ինձ ամբողջությամբ սատարել, պաշտպանել, թեվութիկունք լինել ու դրանով հանդերձ է իմ ամուսինը բավականին ուժեղ։ Իսկ ձեր ամուսինն է լինում, դեպքեր, որ ասի, բայց էս իսուր ասեցիր։ Ես անկեղծ պետք է ասեմ, երբեք չի եղել։ Լինում է, չէ՞, ասենց ինչ որ բանա սուր իրավիճակներ ա լինում, ես էլ տենց ինչ որ կարող ավելորդ սրություն տամ մեր զրույցին, բայց իմ ամուսինը միշտ սատարում է ու հասկանում է, որ ես իմ դաստիարակությունից ելնելով եւ այլն ավելորդ ոչ մի բան երբեք չեմ անի։ Հետևաբար մշտապես սատարում է։ Երբեմն ասում եմ մի բան էլ քիչ ես ասում։ Շատ լավ է։ Ուրեմն մեր հաղորդումը կոչվում է առաքելությամբ կին։ Եվ ծրագրի նպատակն է այն կանանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով հիմա թևաթափ եղած են կամ ինչ-ինչ պատճառներով կոտրված են, այլ ավելի հյուրի միջոցով ցույց տալ, որ իրենց կյանքը դեռ առջևում է եւ եթե այս պայն այսպես է, հաջորդ պայն ավելի լավ կարող է լինել։ Նմանատիպ կանանց ինչ խորհուրդ կտաք։ Տեսեք, ես իմ օրինակով այդ հարցադրումը ինձ շատ հաճախ է հնչեցվում։ Բա երբ որ փոքր եք մտածում եք, որ պետքա քաղաքական գործիչ լինեք եւ այլն եւ այլն։ Ես անկեղծ պետք է ասեմ, որ երբեք չեմ մտածել, որ ես պետք է լինեմ քաղաքական գործիչ։ Այն որ ես սիրում եմ անվերապահորեն իմ երկիրը, իմ ժողովրդին, դա փոքրուց իմ մեջ սերմանված եւ ես էլ այդ ողջավորությամբ ապրել եմ իմ ամբողջ կյանքը։ Թե դա ինձ որտեղ կտաներ այդ զգացողությամբ, ես որտեղ կծառայի իմ պետությանը, իմ ժողովրդին, դա ուղղակի ժամանակի հարցեր պետք է հասկանալ։ Ես ավելի հակված էի, որ պետք է լինեի դիվանագիտության ոլորտում, ստացեց, որ քաղաքականության ոլորտում եմ ավելի շատ։ Իրարից շատ հեռու չեմ, բայց տարբերվող process-ներ են։ Ընդամենը 5 տարի առաջ ես քաղաքականության մեջ ընդհանրապես չկայի, չէի էլ պատկերացնում, որ քաղաքականության մեջ կլինեի, բայց ու ստացվեց։ Չէ, եղավ այն, որ ես հիմա քաղաքական դաշտում այն կանանցից մեկն եմ, ով փորձում է բարձրաձայնել ժողովրդի հարցերը, ժողովրդի ձայնի ներկայացուցիչը լինել։ Հետևաբար այն բոլոր հատկապես երիտասարդները, ովքեր կարծում են, որ շատ բարդ ճանապարհ է, եթե հիմա դեռ քաղաքականության մեջ չեն, վերջի այլևս երբեք չեն լինի, քաղաքականության մեջ լինի այլ ոլորտում, էական չի ոլորտը, վստահ եղեք, որ ինչ որ փուլում մի օր կարող է միանգամից ձեր կյանքը փոխվել։ Ուղղակի պետքա ճիշտ պահ լինի ձեզ համար, դուք ձեզ ամբողջությամբ պատկերացնեք այդ միջավայրում եւ կստացվի։ Եվ թեվաթափ լինելու ամենևին բան չկա իրավիճակ, որ հաղթահարելի չի։ Չկա մեր կյանքում մի իրավիճակ, որտեղ ասես վերջ, այլևս որևէ բան հնարավոր չի, պարզապես չկա։ Դու պետք է ուղղակի հավաքվես, հասկանաս ինչ ես ուզում անել, հասկանաս ինչ միջոցներով է դա հնարավոր անել, հաշվարկել, ռացիոնալ քննարկել, գտնել մարդկանց, ովքեր քեզ կարող են օգնել։ Այո, շատ կարևոր է, մարդը մենակ ոչինչ չի կարող անել։ Երբեք հնարավոր չի մենակ սարեր պտտել, հնարավոր չի, բայց դու կարող ես քո էներգիայով հավաքել քո շուրջը մարդկանց, ովքեր կարող են քեզ օգնել, որ դու առաջ գնաս։
Ու ես ուզում եմ ասել, որ երբեք հիասթափել պետք չի։ Դա թիվ 1 պայմանն է։ Լինի դա քաղաքականություն, լինի դա ցանկացած այլ ոլորտ, որևէ ոլորտ վերցրեք, հիասթափելը թիվ 1 խոչընդոտն է։ Չենք հիասթափվում, եթե այսօր չունենք այն հաջողությունը, որի մասին մշտապես երազել եք, դա դեռ չի նշանակում, որ վաղը չեք ունենա այդ հաջողությունը։ Ուղղակի անհաջողությունից հաջողություն ընդհանրապես մի քայլ է։ Կես քայլի վրա մի կանգնեք։ Միշտ առաջ գնացեք, հայացքը միշտ դեպի առաջ։ Երբ որ դու ամեն անհաջողությունից դեպի հետ ես նայում, դու այդ հետևի հատվածում էլ մնալու ես։ Պետք է միշտ առաջ նայել ու մտածել, որ ամենագեղեցիկ օրերը դեռ քեզ սպասում են, ամենամեծ հաջողությունները դեռ առջևում են, եւ դրա համար ընդհանրապես պետք է չհիասթափել, հավաքել քեզ, քո կողքին ունենալ մարդկանց, ում հետ կարող ես դու ուղղակի առաջ գնալ։ Տարիներ առաջ, երբ պատերազմը դեռ չէր եղել, հայրս հենց քաղաքական ինչ-որ հաղորդում էր նա, ասում էի, «Պապելի, փոխի խնդրում եմ»։ Պատերազմից հետո քաղաքական ինչ հաղորդում լինում էր, ես ու հայրս նստած ուշադիր էինք նայում։ Ու ես ոնց եմ առհասարակ այդ քաղաքականին պատկերացումը կազմել, նայելով տարբեր քաղաքագետների, ովքեր ոչ միայն լավն էին խոսում, այլ նաև վատը, եւ ըստ իրանց նայելով տարանջատել եմ արդեն որ կողմն եմ ես վերցնում, թե ինչ եմ ուզում ու այդ նույն հենց որ ասացիք 5 տարի առաջ չէ ձեզ մոտ եղել, ինչ հետաքրքիր է, ես էլ 5 տարի, 6 տարի առաջ պատերազմից հետո հենց անմիջապես 21 թվին ինձ այնքան ես այդ ժամանակ ավելի շատ ընկալեցի, ինչքան եմ ես սիրում իմ հայրենիքը։ Այդպես է։ Մեկ էլ մի օր կարող է նենց բան տեղի ունենա, իհարկե մեզ համար ամբողջ ազգի համար էր ցնցում պատերազմը, որից հետո բոլորիս կյանքում մի բան փոխվել է։ Ամեն մեկս սկսել ենք մի բան այլ ձև անել, ավելի վերագնահատելով, ավելի արժևորելով այն ինչ որ ունենք։ Հա, որովհետև ցավոք սրտի տարիներ շարունակ շատերս չեք էլ գնահատել ինչ ենք ունեցել, եւ պատերազմից հետո վերագնահատման մի փուլ ա եղել։ Հետևաբար ամեն մեկի կյանքում կարա իհարկե այսպիսի կատակլիզմ լինի, կարա մի հատ, չգիտեմ, հանդիպում մի մարդու հետ, որից հետո քո մոտ կյանքը փոխվի։ Չգիտեմ, ցանկացած մի հատ էպիզոդ, որ քո մոտ աշխարհայացք փոխվի։ Կարող է դու ուղղակի հեռուստացույցով մեկի հարցազրույցը լսես ու քո մոտ դա փոխվի։ Այսինքն երբեք չմտածել, որ դե լավ, հիմա բան չի ստացվի, ավելորդ ջան չծախսենք, ոչինչ չանենք, այդպես չի։ Ամեն վայրկյանը պետք է օգտագործել որպես հնարավորություն։ Ամեն բաց թողնված վայրկյանը չօգտագործված հնարավորություն է։ Այս կյանքում այնքան հնարավորություններ կան, ուղղակի պետք է տեսնել։ Պետք է զգալ քո ներսում դու ինչ ես ուզում, ինչի ես ուզում հասնել։ Քո այս առաքելությունը մեծ բառ է, ինքը շատ բարձր հնչող բառ է, բայց որ պահից սկսած մարդ գիտակցում է իր առաքելությունը, մնացածը տեխնիկայի հարց է։ Ինքը շատ արագ գտնելու է, թե ինչ միջոցներով հասնի իր առաքելության իրականացմանը, ում հետ խոսա, ինչ անի, կարևորը քո ներսում դու ի վերջո հասկանաս, թե որն է քո առաքելությունը։ Դրանից հետո դու սարերել շուտ կտաս միանշանակ։ Իսկ ձեր կյանքի կարգախոսը։ Չգիտեմ, տենց հատուկ կարգախոս չունեմ, միշտ առաջ նայել, բայց միշտ օգնել մարդկանց։ Ինձ թվում է, եթե ինձ տարբերակող մի բան լինի, որ կարելի է ասել, այ անան այսպիսին է, ես օգնող մարդ եմ։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած մեկին։ Հիմա ես պատկերացնում եմ, որ կարող է հնչի, բայ այս մարդուն, այն մարդուն, ցանկացած մեկը, որ այս պահին ընկնելիս կլինի, ես իմ ձեռքը պետք է տամ։ Հետո այո, մնացած ամեն ինչը, բայց այն որ ես առաջնահերթ մարդուն պետք է օգնեմ, որ դուրս գա ինչ-որ իրավիճակից, քաշեմ, տանեմ, ես հավանաբար ինձ դա կարգախոս չի, բայց էություն է, դա տեսակ է, հա, օգնել մարդկանց որքանով որ հնարավոր է, եւ օգնությունը դա մենակ ֆիզիկական օգնության մասին չի, եթե դու կարող ես քո մեկ խոսքով մարդուն ոգի տալ, եթե դու կարող ես մեկ խոսքով մարդուն համոզել, որ քո ընտրած ճանապարհը ճիշտ է, դու պետք է շարունակես, այդ դա էլ կարող է օգնություն լինի։ Եվ ես միշտ պատրաստ եմ լինել այն մարդկանց կողքին, ովքեր նույնիսկ կես բառից հնարավոր է իրենց կյանքում ինչ-որ բան փոխեն։ Դա օրհնություն է, ես ասեմ, որքան շատ մարդու ես կարողանում օգնել, դա ընդհանրապես օրհնություն է քեզ համար։ Եթե դու կարողանում ես այդ ծառայել որևէ մեկին, դա քեզ միայն օրհնություն է բերում։ Եվ կարգախոս չի, բայց մոտեցում է կյանքին։ Տիկին Գրիգորյան, այս մասով այսքանն էին հարցերը։ Ուզում եմ ասեմ շնորհակալություն, որովհետև կիսով չափ ձեզ որպես ոչ թե падգամավոր ճանաչեցին, այլ ձեր մարդ տեսակը, կին տեսակը ինչպիսին եք դուք։ Մենք ունենք այս հատվածում բլից հարցեր։ Որն է կնոջ առաքելությունը։
Կնոջ առաքելությունը առհասարակ ինձ թվում է խաղաղություն եւ ներդաշնակություն բերելը, որտեղ էլ որ լինի, ընտանիք լինի, աշխատանքի վայր լինի, ավելի մեծ գործունեություն ծավալելու, ներդաշնակություն, խաղաղություն, ու պատահական չի, որ ասում են այն կանայք, ովքեր քաղաքականության մեջ ավելի ներգրաված են, տվյալ երկրների քաղաքականությունը ավելի միտված է դեպի խաղաղություն։ Հետևաբար, այո, կարծում եմ կանանց դերը առհասարակ եւ ընտանիքում, եւ աշխատանքի վայրում, եւ ամենուրեք խաղաղություն եւ ներդաշնակություն բերելն է։ Ինքնդ ձեզ որ երևույթի հետ եք ասոցացնում։ Երևույթի։ Այո։ Օրինակ, որ օրինակներ Ես վերեք։ ասեմ, արևի ձեզ, ասեմ Հա, արև, այո։ Հենց արևի հետ, երևույթ, հա։ որովհետև այդ ձեր հանգստությունը, շողալը եւ ամեն ինչը, օրինակ իմ ստուդիայում հենց հիմա ես զգում եմ արևի ներկայությունը։ Դու ես կօգտվեմ քո պատասխանից, իմ պատասխանն է արև։ Մեկ օրով որ պատմական կնոջ կյանքով կուզենայի ապրել։ Օ, շատ հետաքրքիր հարց է։ Հավանաբար Մարգարետ Թետչեր, որովհետև նա էլ ուժեղ կին քաղաքական գործիչ էր եւ պատմական կերպար է, կուզենայի նրա մի օրով ապրել նրա կյանքին։ Ես սիրում եմ կյանքը, որովհետև Ես սիրում եմ կյանքը, որովհետև այն մեզ տրված օրհնություն է եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կյանքը մի անգամ է տրված եւ մաքսիմում պետք է օգտագործի մարդկանց ծառայելու ու այդ վատ բառով նկատի չունեմ։ Այո, պետք է միջավայր ստեղծի, օգնի մարդկանց եւ այլն, այսինքն սիրում եմ կյանքը, որովհետեւ ինձ տրված է հնարավորություն ինչ-որ բաներ անելու եւ պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Շնորհակալ եմ շատ։ Եվս մեկ անգամ նմանատիպ անկեղծ զրույցի համար ձեզ բացահայտեցինք մի այլ կողմով, որը շատ անգամ հաճելի էր։ Ես շնորհակալ եմ շատ այս հարցազրույցի համար, որովհետեւ սա ոչ միայն հնարավորություն էր խոսելու իմ մասին որպես կնոջ եւ ոչ թե քաղաքական գործչի, այլ նաեւ ինքդ նայելու այդ հարցերին, որովհետեւ առօրյա կյանքում ոչ մի կին բացարձակապես ոչ մի կին չի նստում ասում, ես ինչպիսին եմ որպես կին, ես ինչ պետք է անեմ որպես կին, այդ հարցերի մասին երբեք չես մտածում, բայց շատ կարևոր է մտածել, դրա պատասխաններն էլ ունենալ շատ կարևոր, այնպես որ շնորհակալ եմ քեզ շատ։ Դրա համար կանգնենք առաքելությամբ կինը հաղորդաշարը, որի շնորհիվ դուք բացահայտում եք մեր գեղեցկուհի հյուրերին։ Կին լինելը առաքելություն է։ Նախ ընդհանրապես մարդկության շարունակականության ապահովողն է կինը։ Եվ բազմաթիվ գրողներ են գրել կանանց մասին, հա մայրերի ափերի մեջ պետք է գտնել ժողովրդների ճակատագիրը եւ դրանք պատահական բաներ չեն։ Կինը միայն իր կարգավիճակով եւ այլն ինքը արդեն մեծ առաքելություն է իրականացնում։ Ու ես վստահ եմ, որ կանայք ավելի ուժեղ լինեն, իրանց համոզմունքները կարողանան առաջ տանել, մենք լրիվ ուրիշ հասարակության մեջ կապրենք։ Շնորհակալ եմ։ Մեր հյուրն էր Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Կհանդիպենք։